Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ փաստենք, որ այսօր այս պահին ազգային ժողովի դահլիճում նստած է թվով 18 քաղաքացիական պայմանագիր ներկայացնող կուսակցության պատգամավորներ, եւ իհարկե բերկրանքը շատ է պատասխանելու որոշ հայտարարություններին, բայց մեր թվում է շատ կարևոր առանձնահատկություն ունենք, չորրորդականը տարբերակելով առաջնայինից։ Եվ այսպես այսօր խոսեմ Ադրբեջանի ռազմական ներուժի մասին, որը կարևորում եմ եւ կարծում եմ այստեղ պետք է դրա մասին խոսվի։ Ես այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որի շուրջ Հայաստանում շատ հաճախ խոսում ենք կամ չափազանց էմոցիոնալ, կամ չափազանց մակերեսային։ Խոսքը, ինչպես ասեցի, Ադրբեջանի ռազմական ներուժի մասին է։ Ես անլուրջ եմ համարում ասել, որ խաղաղության գործընթաց կա, հետևաբար ռազմական սպառնալիքի մասին խոսել անհրաժեշտություն չկա։ Այս խոսույթը ես կտրականապես անընդունելի եմ համարում։ Մենք պարտավոր ենք հասկանալ, ինչպիսի ռազմական ներուժ ունի մեր հարևանը, ինչ է նա ձեռք բերում եւ ինչ ուղղությամբ է զարգացնում իր բանակը։ 2026 թվականին Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության համար նախատեսվել է շուրջ $5 միլիարդ։ Դա Ադրբեջանի պետական բյուջեի մոտ 21%-ն է։ Ավելին, այդ գումարից մոտ 4.5 միլիարդ մանաթը նախատեսված է կապիտալ ծախսերի, այսինքն հատուկ պաշտպանական ծրագրերի եւ արդեն նախատեսված պայմանագրերի ֆինանսավորման համար։ Հայաստանի 2026 թվականի պաշտպանության ծախսը նախատեսված է $567 միլիարդ, որը դոլարային հարաբերակցությամբ մոտ 1.48 միլիարդ է։ Այսինքն, միայն 2026 թվականին բյուջետային հատկացումների մակարդակով Ադրբեջանի ռազմական եւ անվտանգության ոլորտում ծախսվում է մոտ 3.4 անգամ ավելի շատ, քան Հայաստանում։ Ադրբեջանի ռազմական քաղաքականության ամենակարևոր փոփոխությունը այն է, որ նա վերջին տարիներին ստեղծել է բազմազգ եւ բազմաշերտ սպառազինություն։ Խոսքը գնում է իր գործընկերների Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի, Չինաստանի, Իտալիայի եւ մի շարք այլ գործընկերների մասին։ CIPRI տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վերջին տարիներին իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերել հենց Թուրքիայից։ 2020 թվականի պատերազմը մեզ սովորեցրեց մի բան, ժամանակակից ԱԹՍ-ներ ասվածը դրանք պարզապես ինքնաթիռներ չեն։ Դրանք այնպիսի սպառազինություն է, որը մարտական առաջադրանք է կատարում ինչպես առաջնագծում, այնպես էլ հակառակորդ պետության խորքային կարևոր նշանակություն ունեցող, ռազմական նշանակություն ունեցող ավելի ճիշտ, օբյեկտների վրա։ Ադրբեջանի զինանոցում պաշտոնական աղբյուրները ցույց են տվել, որ Բայրակթար TB2, Աքինջի օրբիտեր տարբերակները, Hermes 450, Harop, Skystrike եւ այլ անօդաչու թռչող սարքերը 2025 թվականին նաեւ Բաքվում ռազմական շքերթի ժամանակ արձանագրվել են Hero 120, Skystriker, Block 4, Orbiter 5 եւ այլ կարևոր ռազմական նշանակություն ունեցող տեխնիկա։ Սրանք ամբողջապես պաշտոնական տվյալներից վերցված տվյալներ են։ 2024 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Աքինջի հարվածային անօդաչուն ընդունվել է զինանոց եւ կիրառվում է հետախուզական եւ հարվածային նշանակություն ունեցող խնդիրները կատարելու համար։ Սա կարևոր է, որովհետեւ Աքինջին որպես այդպիսին ընդհանրապես նման չէ Բայրակթար TB2-ին եւ 1-ին, որովհետեւ նախ չի կիրառվել ռազմական գործողությունների մարտական դաշտում եւ չունի կոնկրետ հակազդող որևէ մեխանիզմներ։ 2024 թվականին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կազմում պաշտոնապես հայտարարվեց, որ գնվել է JF-17C բլոկ 3 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հաստատում է, որ այդ ինքնաթիռներն արդեն ներառվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում եւ ունեն օդ-օդ եւ օդ-երկիր մարտական հնարավորություններ։ Ես այստեղ հատուկ ուշադրություն եմ դարձնում մեկ բանի։ Ես չեմ ուզում այստեղից հայտարարել, որ JF-17-երի որևէ կոնկրետ քանակ, քանի որ քանակը պաշտոնապես հրապարակային չէ։ Մենք պետք է տարբերակենք փաստը գնահատականից։ Այն փաստը այն է, որ JF-17 բլոկ 3 բազմաֆունկցիոնալ կործանիչները արդեն Ադրբեջանի սպառազինության մեջ են։ Սա իմ կարծիքով ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Ադրբեջանը ունի եւ ցուցադրել է Լորա, Էքստրա, Պոլոնեզ, Սմերջ,
TRG 300, TRLG 230A եւ այլ հրթիռային համակարգեր։ 2025 թվականի պաշտոնական ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանը նաև ցուցադրել է, ինչպես շեշտեցի նախորդ իմ հայտարարության մեջ այլ թվով այլ հրապարակումներից, նաև Predator, Hawk, Icebreaker եւ այլ համակարգեր։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Լորայի համար հրապարակվել է ավելի քան 300 կիլոմետր առավելագույն հեռավորության ցուցանիշը։ Սա նշանակում է, որ այս համակարգերը թիրախային կիրառման եւ օգտագործման նշանակություն կունենան հետագայում եւ բնականաբար դրա համար հակազդող մեխանիզմներ են հարկավոր։ Ադրբեջանը ունի նաեւ բազմաշերտ հակաօդային պաշտպանություն։ Պաշտոնական հրապարակումներում եւ ռազմական շքերթում ցուցադրված տեխնիկաներից մասնավորապես S300-ը, Բուկը, Օսան, S125-ը, Բարակը եւ այլ համակարգեր։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն փորձում է մեծացնել իր հարվածային կարողությունները, նա փորձում է պաշտպանել այն կարողությունները հակառակորդի օդային հարվածներից։ Հայաստանը նույնպես տարիներ Հայաստանի մասով կուզեմ մի փոքր նկատառում կատարել։ Հայաստանը վերջին տարիներին փոխում է իր ռազմական գնումների տրամաբանությունը, մենք գիտենք, որ զենք է ձեռք բերվել Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ մի շարք այլ գործընկեր երկրներից եւ փաստացի արձանագրում ենք նաեւ դիվերսիֆիկացիայի իրականությունը։ Սա դրական ուղղություն է, բայց պետք է հասկանալ մեր վերազինման նպատակը չպետք է լինի Ադրբեջանի հետ քանակական մրցավազքը։ Մենք չենք կարող հաղթել նրան պարզապես փորձելով ունենալ ավելի շատ զենք կամ տանկ, այլ կամ ավելի շատ հրանոթ կամ ավելի շատ ինքնաթիռ։ Ես այստեղ ուզում եմ արձանագրել մի շատ կարևոր հանգամանք։ Մեզ հաճախ ասում են Հայաստանը զենք է գնում։ Ես այդ ձևակերպումը բավարար չեմ համարում, հարցը պետք է լինի Հայաստանը բանակի համար է զենք գնում, թե կառուցում է պաշտպանական համակարգ, որովհետև 100 առանձին զենքը դեռ բանակ չէ։ Բանակը ընդհանուր առմամբ համակարգ է։ Ռադարն առանց հոպի բավարար չէ։ Հոպը առանց հետախուզության բավարար չէ։ Դրոնը առանց կապի բավարար չէ։ Հրետանին առանց թիրախավորման բավարար չէ։ Իսկ զինվորը առանց ապահովված լոգիստիկայի եւ հրամանատարական համակարգի չի կարող արդյունավետ պայքարել։ Ես չեմ ասում Ադրբեջանի 8.7 միլիարդ մանաթը ռազմական բյուջեն նշանակում է պատերազմը վաղը կամ այսօր կսկսի։ Ես ասում եմ, որ յուրաքանչյուր նոր զենք ինքնին պատերազմի սպառնալիք է։ 2026 թվականին Ադրբեջանի պաշտպանության եւ ազգային անվտանգության համար նախատեսվում է մոտ 8.7 միլիարդ մանաթ, իսկ Հայաստանի պաշտպանության բյուջեն մոտ 567.5 միլիարդ դրամ։ Ադրբեջանը շարունակում է զարգացնել անօդաչու համակարգերը, նոր կործանիչները, հեռահար հրթիռային համակարգերը, հրետանին, հոպը եւ ռազմարտունաբերության եւ ամենակարևորներից մեկը որը իր հերթին նաեւ նպաստում է Հայաստանի հանդեպ լուրջ մարտահրավերներ ստեղծելու առումով, դա օդուժն է։ Խաղաղությունը պահպանում է ոչ թե այն ժամանակ, երբ դու կամ որևէ մեկ այլ պնդում է, որ պատերազմ չենք ուզում։ Այն պահպանվում է, երբ կա հետևողական աշխատանք, ինչպես հասարակության, այնպես էլ ռազմարտունաբերության մեջ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մրցելու Ադրբեջանի հետ, բայց կարծում եմ, որ մեզ ավելի քան անհրաժեշտ է տեղի ռազմարտունաբերության զարգացումը, որը հնարավորություն կտա Հայաստանին դիմագրավելու եւ ունենալու սեփական ռազմարտունաբերություն։ Շնորհակալություն։